Բարև ձեզ, չափազանցություն առաջ չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն այսօր ապրում է իր նորանկախ պատմության ամենաբարդագույն ժամանակներից մեկը։ Եվ ընտրությունները, որին մենք մասնակցելու ենք հունիսի 7-ին, միայն ընտրական տեղամաս գնալը չէ, միայն քվեաթերթիկ այդ արկղի մեջ գցելը չէ։ Սա ընտրություն է անցյալի կապանքների եւ ապագայի հույսերի միջև, սա ընտրություն է ինքնիշխանության եւ կախվածության միջև։ Եվ այսօր ազատ զրույցի տաղավարում ես հյուրընկալել եմ մարդկանց, ովքեր այս բարդագույն ժամանակներում ստանձնել են պետականամետ օրակարգը, ստանձնել են այդ օրակարգը սպասարկելու եւ առաջ մղելու հանձնառությունը եւ պատասխանատվությունը։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները, զրուցակիցներս Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան եւ նույն կուսակցության ցուցակով падգամավորի տեխնացու քաղաքական գործիչ Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյան, բարև ձեզ, պարոն Այք։ Շատ բարև ձեզ։ Թեմաները իսկապես չափազանց շատ են եւ նախընտրական քարոզչության այս լարված ընթացքը եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, այս համատեքստում Ռուսաստանի եւ կոշտ հայտարարությունները եւ ձեռնարկած քայլերը, տնտեսական սահմանափակումները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը Հայաստան եւ այլընտրանքային նոր բացվող հնարավորությունները կոմունիկացիաների մասով եւ այլն, այնպես որ փորձենք հասցնել տեղավորվել այս 30 րոպեների ընթացքում եւ սկսենք Թերևս նախընտրական քարոզչության ընթացքից ես հետևում եմ բոլոր կուսակցությունների գրեթե նախընտրական քարոզչությանը, տեսնում եմ թե ինչքան ակտիվորեն դուք նախընտրական այդ քարոզչության ընթացքի մեջ եք եւ հանդիպումների, մարդկանց հետ զրույցների եւ այս ֆորմատով շփումների եւ այլն, այս պահի դրությամբ ինչ դիտարկումներ ունեք կախված ոչ թե ասեմ ինչպես է ընթանում, այլ մարդկանց մոտ ինչն է ամենաշատը մտահոգող այս օրերին։ Սոցիալական տնտեսական խնդիրներ, թե տնտեսական մեծ առումով տնտեսական եւ անվտանգային խնդիրներ։ Կարծում եմ մարդիկ անհանգիստ են նախ մեր պետության հետ տեղի ունեցող այս իրադարձություններով, հատկապես այս բացահայտումները նոր տագնապներ են առաջ բերել պետության ապագայի, պետության հարատևության, մեր անկախության եւ ինքնիշխանության պահպանման հարցերը կարծես գալիս են կրկին առաջին պլան եւ իհարկե դրան զուգահեռ նաեւ անվտանգության առնչվող հարցերը, որոնցից ածանցվում է արդեն եւ տնտեսություն, եւ արդյունաբերություն, եւ տեխնոլոգիական էներգետիկ կախվածություններ, ճանապարհների ապաշրջափակում, վերջին նորությունները Թուրքիայի ուրեմն տված հնարավորությունները, ասես ասած տրանզիտային հնարավորությունները ինչ որ իմաստով նաև պատասխան էին Ռուսաստանի կգանք մենք առանձին բլոկով դրան կգանք վերջին սահմանափակումների հետ, բայց ընդհանուր ասեմ, որ ժողովուրդը պատրաստ է այս ճակատամարտին պաշտպանելու մեր պետության ազատությունը, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ այդ գործին իրապես նվիրված առաջնորդություն է փնտրում պատրաստ է իսկ մեր հորդորն է որպեսզի ժողովուրդը իր պատասխանատվությունը բաշխի եւ զգա ոչ միայն իշխանության նկատմամբ, այլև տեր դառնա ընդդիմության։ Պարոն Արշակյան, դուք որպես երկար ճանապարհ անցած քաղաքական գործիչ, անկախության համար պայքարած գործիչ, դրա համար դատապարտված գործիչ, հիմա մտնելով նախընտրական պայքարի մեջ եւ շփվելով հասարակության հետ տեսնում եք մեր ժողովրդի մոտ, մեր հասարակության մոտ այդ վճռականությունը տեր կանգնել անկախությանը, ինքնիշխանությանը երկրի։ Շատ հետաքրքիր վիճակ է, փաստորեն մեզ համակրողները, մեզ դիմողները մեր գործընկերներն են, այսինքն մենք Արման Բաբաջանյան, ես Վովան Արաքելյան, այսինքն մենք արդեն հրավիրում ենք համապատասխան փոխմբռնման խնդիր կա, այնպես է ստացվում, որ կարծես թե մեր ընտրողը կամ ընտրազանգված, որ ասենք այդպես կոպիտ, դրանք հենց գալիս են անկախության, անվտանգության եւ գիտեք ինչ վերջերս բոլորովին լուստրացիայի խնդիրը կա։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ նաեւ հանրային եթերով ասել եմ, որ ես տալիս եմ իմ բոլոր փաստաթղթերը, բժշկական տեղեկանքը, ինձ վերաբերող առողջապահության ցանկացած ինֆորմացիա պետք է հասանելի լինի, չասեմ հետաքրքրասեր, մասնագետների համար կամ հասարակական գործունեության համար, դատաիրավական համակարգում իմ ունեցած ամբողջ համակարգը, դատավճիռներ, քննություններ, օպերատիվ ինֆորմացիա,
ինչ որ կա KGB-ում, MVD-ում, ես չգիտեմ որտեղ հարկայինում այդ բոլորը տալիս են։ Ինչու՞։ Տեսեք, մի խնդիր կա, մեր մոտ օրենք կա, ավարտեմ, նաև տնտեսական, ֆինանսական, ես ինչ ունեմ, անշարժ, շարժվող, ֆինանսներ, վալյուտաներ, ինչ որ կա, ծառի տակ կճուճով պահած, չգիտեմ, կոնսերվա, այդ բոլորը ես տալիս եմ, իրավունքը տալիս եմ, որտեղ կարծում եմ ինչու այս հարցը շատ կարևոր է։ Գործակալների մի ահռելի ուրեմն այսպես ներխուժում է տեղի ունեցել մեր պետություն, մեր քաղաքական համակարգ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրը, ով այսպեսի որոշում է կայացնում, մտնել քաղաքականություն, քաղաքական հայտ ներկայացնել, պիտի նաև Ազատ Արշակյանի օրինակով, ով իր կյանքի 12 տարին անազատության մեջ է անցկացրել հենց անկախության եւ ազատության համար, առանց գործարքների մեջ մտնելու կակեբեների ու մնացածների հետ, իսկ մենք հիմա նաև ականատես ենք շատ որոշակի այսպես մարդկանց, ովքեր հայրենասիրության, այսպես արդարության կարգախոսներով, բայց պարզվում է, որ իրենք շարքային, ուրեմն լացիրյակ բաներ են, ստուկաչներ են։ Տերմինը ստուկաչ է, մատնիչ չէ, ստուկաչ։ Ով է Արման Թաթոյանը, եթե ոչ շարքային, օրինակ ռուսական մատնիչ, հա։ Եվ դրա մասին պիտի բաց խոսենք, որովհետև ռուսական աղբյուրներից մեզ հայտնի է դառնում, որ օրինակ 1 միլիարդ դրամ կոնկրետ նպատակով տրվել է իրան, որպեսզի քարոզչական ինքը, այսպես պահուստային որպես թեկնածու ռուսների համար օգտագործվի Հայաստանի դեմ։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ ռուսների նպատակը հայկական պետականության չեղարկումն է։ Արման Թաթոյանը մասնակցում է հայկական պետականությունը չեղարկելու ռուսական ծրագրին, որպես պահուստային թեկնածու, որտեղ եթե Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին ինչ որ բան չհաջողվի, իրենք մտածում են, որ դա կհաջողվի Արման Թաթոյանի հետ։ Հետևաբար սա շատ կարևոր է, լյուստրացիա։ Ընդհանրապես պիտի այս մարդիկ իրենց ֆինանսական աղբյուրները բացահայտեն, թե ինչ փողեր են դրել շրջանառության մեջ։ Ռուսները ինչ չափով են որոշել առնել մեր անկախությունը։ Ու հայ ժողովուրդը պիտի պատասխան տա։ Ինքը պատրաստ է, օրինակ, չգիտեմ, ծաղիկը վաճառելու կամ լոլիկը վաճառելու կամ կոնյակը վաճառելու դիմաց իր զավակին կամ իր ծնողին, որտեղ պետականությունը, մեր պետությունը մեր ծնողի համար իր զավակն է, զավակի համար իր ծնողը։ Պատրաստ ենք տալ։ Հա, ռուսները ասում են՝ «Տուր մեզ քո պետությունը, որ քեզ թույլ տանք շնչես, ապրես»։ Ծաղիկ վաճառես։ Ծաղիկ վաճառես։ Հիմա այս քննարկումն է։ Եվ սա փառք Աստծո, մեծ ընկալում ունի մեր ժողովրդի մոտ, եւ մենք հույս ունենք, որ այս բացահայտումները էապես նաեւ նոր դասավորություն են ստեղծելու քաղաքական դաշտում եւ նոր իրավիճակ են ստեղծելու հունիսի 7-ից հետո ընդհանրապես մեր քաղաքական միջավայրում։ Ես ուզում եմ այստեղ հատուկ մի կարևոր հանգամանք էլ նշել, օրերս Ազատ Արշակյանը հաղթեց Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը դատի էր տվել Ազատ Արշակյանին։ Ինչի համար ձևակերպումների։ Այսինքն դուք ուզում եք հարց տալ, թե ինչի համար կարելի էր Ազատ Արշակյանին Հայաստանի անկախության համար պայքարած մարդուն կարելի էր դատի տալ։ Որևէ պատճառ կարևոր չի, բայց պատկերացրեք Հայաստանի քաղաքացիություն չունեցող մի հատ ոմն մեկը, ով Հայաստանի սահմանադրությունը խախտելով այսօր ներկայանում է որպես Հայաստանի հաջորդ վարչապետ, հանդգնել է Հայաստանի անկախության համար պայքարող մեկին դատի տալ։ Ոչ ձևակերպումները, եթե անկեղծ լինենք, հանցագործության մասին ես հայտարարություն եմ արել։ Ես հայտարարել եմ, որ Հայաստանում տեղի ունենում հանցագործություն։ Կիպրոսի քաղաքացին, կիպրացին ուզում է զավթել Հայաստանում իշխանությունը։ Գործիքներն էլ թե շարադրել եմ։ Փող, հովանավորչություն եւ այլն։ Դա ասել եմ։ Ու իդեպ կրկնել եմ ազգային ժողովում հնչած դատախազի հայտարարությունը։ Ու ինձ դատի է տվել, պարտվել է փառք Աստծո, ես կուզենայի մի անգամ 5-րդ անգամ դատվել։ Սկզբից ես որոշել էի, որ ասում եմ թող դատեն, չեմ վճարելու, 6 միլիոն դրամ էր ուզում ինձանից, պակասել են փողերը, ասում եմ չեմ վճարի, թող սրոկ տան։ Այն 5-րդ դատվածությունը կլինի, բայց պարոն Բաբաջյանը Արթուր Սակունցի հետ միասին ասացինք ու գործի չի։ Մենք դա մեր պարտքը համարեցինք, որ
սա մեր արժանապատվության հարցն էր։ Դե այդ անարժանապատիվները ինչ գիտեն արժանապատվությունն ինչա։ Եկել են գրոհել են Հայաստանի պետությունը եւ որևէ կարմիր գիծ չունենալով տիրաժավորում են Ալիևի թեզերը եւ այն ինչ որ իրենք այդ բոլորով, հա, այդ բազմագլուխ, այսպես կոչված այդ բորենիները այն ինչ անում են, Ադրբեջանը միլիարդներ պիտի ծախսեր, որպեսզի այս կարգի գրոհ իրականացներ հայ հանրության ուրեմն գիտակցության վրա։ Գիտեք, ընտրություններից դեռ հակին առաջ արդեն խոսակցություններ կային, շրջանառվում էին ռուսական ազդեցության գործիչների մասին, թե ինչպիսի մեթոդներ, ինչպիսի միջոցներ կարող են կիրառվել։ Հիմա արդեն մենք գործ ունենք բացահայտումների հետ, նախորդին ես ազնվությամբ ասա, այդ բացահայտումներն այնքան շատ էին, որ ես չկարողացա ամբողջությամբ ծանոթանալ։ Դուք ինչ դիտարկումներ ունեք դեռ, այսինքն պատկերացնում եք, որ այս չափ եւ այս ծավալի կարող է լինել, թե այն ինչ որ բացահայտվում է վեր է ձեր պատկերացումներից, ձեր ակնկալածներից եւ որոնք են որ հատկապես տպավորել են թե ինչպես կարելի է։ Ես կարծում եմ նոր բացահայտումներ են լինելու, ոչինչից պետք չի զարմանալ, որտեղ այդ իմաստով Ազատ Արշակյանը այնպիսի բացահայտումներ ա արել, այնպիսի հերոսների մասին ինձ, որ կարծում եմ դրա կարիքը չկա, որ հիմա ինքը այդ անունները նշի, բայց որ ռուսները որևէ միջոցի առաջ չեն կանգնելու, որպեսզի զավթեն հայկական պետությունը, դա ակնհայտ է եւ ես նաեւ որպես падգամավոր, անկախ падգամավոր դառնալու պատճառները հիմա բացահայտվում են։ Հիմա օրինակ Էդմոն Մարուքյանի հայտնվել է ցուցակում գոնե վերջնականապես վերջակետ է դնում այդ հարցին, ինչու, որովհետև վերջակետ դնում այն հարցին, թե ինչու այն ժամանակ, երբ որ դուք падգամավոր եք դարձել այդ որովհետև մարդը մի օր եկավ ու ասաց, որ մենք պետք է գնանք ռուսական ռազմաբազա մոմ վառելու։ Ասացի, խելքդ գցել ես այդ տղա։ Ես ռուսական ռազմաբազա գնալու կարիք չունեմ։ Այսօր այդ ռազմաբազան ներքաշվել է մեր ներքաղաքական գործընթացների մեջ։ Եվ Էդմոն Մարուքյանը դրա հետ շատ հաշտ ու համերաշխ է։ Կներեք, Էդմոն Մարուքյանը եւ իր հետ Գորգիսյանի անունը կրող անհատները պիտի պատասխան տան ռուսական քաղաքականություն մեր իրականություն բերելու համար եւ ռուսական երկրորդ ռազմաբազա Սյունիքում հաստատելու իրենց կոչերի համար։ Մենք այդպես չենք մոռանալու որևէ մեկին։ Արման Թաթոյանը պիտի պատասխան տա հացբերողի սպանությունը ինչպես տեղի ունեցավ իր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Արփինե Հովանիսյանի հետ այդ ինչ համաձայնություն էր կայացվել, որ մարդուն պիտի հացադուլի մեջ սպանեն։ Դրանք պատահական իրողություններ չեն, դրանք շատ հին կարևոր փաստեր են, որոնք լույս են սփռում, թե ինչու է Արման Թաթոյանը սենց առանցքային դեր վերապահվել ռուսական հատուկ ծառայությունների, գաղտնի ծառայությունների համար։ Ընդհանրապես սա մի կենթանաբանական բան է, իրականություն է, հա, FSB-ի ուղիղ հետ աշխատող Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան հերքումներ էլ չեն եղել, էլ չեմ ասում Անդրանիկ Թևանյանի պետական դավաճանի մասնակցությունը այս ընտրություններին։ Միջև հիմա չեն կարողանում ապացույցներ բերել, թե վերջապես Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, թե ոչ, նոր հանգամանքներ են այդտեղ բացահայտվել, որոնք ընդհանուր մի նպատակ ունեն՝ ստվեր գցել այս ընտրական գործընթացի լեգիտիմության վրա, թույլ չտալ, որպեսզի բարևարք նորմալ ընտրություն մենք կարողանանք անցկացնել եւ ամեն կերպ ստվերել, ամեն կերպ այսպես թույլ չտալ, որ մենք կարողանանք վերջնահաշվում որպես ժողովրդավար, մաքուր, լեգիտիմ ընտրություն որակել սա։ Եվ սա գալիս է նաև այսպես զուգորդվում է, նախորդին մենք արդեն տեսնում ենք այն սպառնալիքները, որ ովքեր մեզնից հաղթանակը գողանան, մենք դրանց, հա, հեղաշրջում կանենք։ Հա, չեն էլ հասկանում փոխությունը, իրենք այդ նկատի ունեն։ Այո, մեզ մատ են թափ տալիս, մեր պետությանը մատ են թափ տալիս։ Այնպես ինչպես 0038 հրամանի այդ մասնակիցներով որոշեցին պետությունը զավթել, հա, Ռոբերտ Քոչարյան իր ամբողջ, հա, այդ սվիտայով։ Ես այդ ժամանակ բանտում էի, Ազատ Արշակյանը փողոցում էր։ Այո։ Համեցեք։ Ես պետք է ասեմ, որ կարևորությունը այսօրվա կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ, ես չգիտեմ ուրիշ դեպք, որ
ազատազրկում է, պատժելու փորձ է կատարում ընդդեմ Հայաստանին դավաճանողի օգուտ Ռուսաստանի դրա դեմ։ Դա երևույթ է։ Այ եթե ուզում ենք մենք լուստրացիա լինի, քաղաքական գնահատական տրվի ռուսական իմպերիայի գործունեությանը տարբեր փուլերում մենք Ռուսաստանի հետ, ռուսական իմպերիայի հետ հայ ժողովուրդը Արմյանսկայա օբլաստը, Երևանի օբլաստը, սովետական Հայաստանը, Հայաստանի Հանրապետություն արդեն 35 տարի մենք հարաբերություններ ենք ունեցել ռուսական իմպերիայի հետ իր մականուններով, տարբեր ՍՍՍＲ, ՌՖ եւ այլն։ Այսինքն առաջին անգամ մենք մոտեցել ենք այն սահմանին, որ կարող ենք գնահատական տալ։ Ինչը հիմա մեր մոտ նույնիսկ քննարկում չկա։ Այդ չեն քննարկում։ Ինչ դեր է կատարել ռուսական իմպերիան որպես փրկիչ։ Ես թռչակերտներ չեմ վերցնում։ Ռեկոնկիստայի ծրագրի մեջ Ռուսաստանին բաժին ընկավ Մերձավոր Արևելքում քրիստոնյա ժողովուրդների հովանավորի պաշտոնը։ Ինքը պարտավորվեց հովանավորել, ազատագրել, ստեղծել, աջակցել եւ ստեղծել հայկական Պոնտոսի հույների եւ ասորական պետություններ, քրիստոնեական այդ ռեկոնկիստան դրա համար եմ ասում։ Ռուսաստանը 18-րդ դարում այդպիսի առաքելություն ստանձնեց։ Եվրոպացիներն ասում մենք ազատում ենք Իսպանիան, Հունաստանը, Սիցիլիան եւ այլն, դուք էլ դա արեք։ Ու ինչ հետևանք ունեցավ։ Առաջին անգամ այսքան էս 300 տարվա մեջ, 300 եմ ասում, 200 չէ։ Առաջին անգամ մեր մոտ հակահայկականությունը ռուսական ազդեցության հակահայկականությունը պատասխանատվության է կանչվում։ Դեռ մենք չգիտենք ինչ ընթացք ստանա։ Ես ենթադրում եմ, որ նրանք կտանեն, փոխանակում կանեն, մերոնցից մեկին կբռնեն, կփոխանակեն, դա դասական բան է ռուսական իմպերիայի համար։ Առաջին անգամ մոտեցել ենք հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական գնահատականին եւ պատկերացրեք քրեական իրավական նաեւ գնահատականին։ Դուք խոսեցիք այն ժամանակ Ռուսաստանի առաքելության մասին, թե ինչ առաքելություններ ստանձնել։ Հիմա ինչ առաքելությամբ է հանդես գալիս։ Ես նկատի ունեմ վերջին օրերին Ռուսաստանի կողմից եւ հնչող այդ կոշտ հայտարարությունները եւ հայտարարությունները եւ տնտեսական սահմանափակումները, գիտենք, հա, հայկական ապրանքների արգելափակումը եւ Լարսի անցակետում եւ Ռուսաստանի բուն տարածքում, ինչ են սրանք իրենցից ներկայացնում։ Պարզապես տնտեսական քայլեր են, թե զգուշացում է, թե վերջնագիր է Հայաստանի Հանրապետությանը։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ նույն կուսակցության ցուցակով պատգամավորի տեխնացու Ազատ Արշակյանի հետ։ Պարոն, այդ մենք խոսեցինք եւ նախընտրական քորազորշավի ընթացքի մասին, որոշակի չափով անդրադարձանք այստեղ բացահայտումներին, հա, ռուսական ազդեցության գործիչների եւ այլնի, դեռ ամբողջությամբ չխոսեցինք, որովհետեւ անհնար է այդ գաղտնալսումները, ցայնագրությունները եւ այլն եւ հասանք հիմա Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերին եւ հայտարարությունների տեսքով կոշտ հայտարարությունների հիմա չեմ ուզում թվարկել անձանց շարքը շատ է Բարձրաստիճան պաշտոնյաների ովքեր կոշտ հայտարարությամբ են հանդես գալիս Հայաստանի եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ տնտեսական սահմանափակումներին սրանց հետ կապված ինչ կասեք Ես ուզում եմ պարոն Արշակյանի այստեղ գտնվելը եւ մեր ցուցակում գտնվելը հատուկ ընդգծել նաեւ իրավիճակի լրջությունը դրանով ընդգծելու համար Պարոն Արշակյանը լիքը զբաղմունք ուներ եւ կարող էր այդ իր գործերով զբաղվել, բայց մենք գնահատեցինք, որ երկիրը ճակատագրական մի կարևոր հանգրվանի առաջ է կանգնած եւ Ազատ Արշակյանի սկզբունքայնությունը, անցած ճանապարհը իր ավանդը մեր երկրի անկախության համար շատ սիմվոլիկ նկատի ունենալով իրեն խնդրեցինք, որպեսզի իր խրամատը ինքը դատարկ չթողնի եւ մեր պետությունը պաշտպանելու այս կարևոր պատմական ճակատագրական պահին գա եւ մեր երիտասարդ մյուս ընկերների հետ կողքի կանգնի եւ ցույց տա, որ ինքը դասալիկ չի լինելու։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Երկրորդ ներողություն ընդհատեմ, թե չէ կմոռանամ։ Ես հենց միայն այս ընտրությունների համար չեմ վերադարձել եւ ռակվե ինձ հրավիրեցին այ խրամատ ես դիրքապահ նորից ինձ հայտարարեցի
վերադարձա թողեցի իմ քաղ թոշակառուի պատվավոր եւ Ես հիշեցի մի անգամ այստեղ ասացիք ես քաղ թոշակառու, ասի ոչ դու քաղաքական գործիչ եք եւ ապացուցես որ եւ Եվրաքվեն եւ ընտրությունները եւ ընտրություններից այսինքն իմ վերադարձը քաղաքականություն ներողություն եմ խնդրում, հա պայմանավորված է նաեւ շատ կարեւոր ես համարում եմ արտակարգ բան է, երբ որ մենք հնարավորություն ունեցանք դա թյուրիմացություն էր մեր հակառակորդները պետք է կանխեին այդ հոդվածը չպետք է լիներ իրենք էլ գրել են իրենք են գրել մեր ճշնամին գրել է մեր համար սահմանադրություն եւ այդպիսի կետ է նախատեսել թույլ է տվել հայ ժողովրդին կարծիք հայտնել ու մենք կարծիք հայտնեցինք ասեցինք գնում ենք Եվրոպա լքում ենք ձեր ոսկե հորդան ու մտքով անցներ որ կարծիք պիտի հայտնեիք Եվ բնականաբար այստեղ ավելացնելով պարոն Արշակյանին, մենք այստեղ ենք նաև այս պայքարի մեջ ենք 60000 ստորագրության մեր 60000 այն քաղաքացիներին, ովքեր եկան ստորագրեցին եւ իրենց գործը առաջ տանելու խնդիր ունեն։ Մարդիկ օրենքի համահեղինակ են։ Վստահել են մեզ։ Այդ օրենքը մենք պիտի առաջ տանենք։ Երկրորդ ուզում եմ այստեղ հատուկ ընդգծել, որ որոշ նաև այս ընտրություններին մասնակից քաղաքական սուբյեկտներ կան, ինքնասիրահարված, այսպես սիրահարգի տեսքով, ովքեր արևմտյան այսպես օրակարգ են առաջ մղում, բայց երբ որ անհրաժեշտ էր միանալ մեր օրակարգին Եվրաքվեի, իրենք չմիացան։ Իրենք հանձնարարություն չունեին։ Թող գնան ու տեսնեն թե ովքեր են, պետք լինի նրանց անուններն կասեն։ Բայց ինչ վերաբերում է ռուսներին։ Ռուսները Հայաստանը համարում են կորսված տարածք ժամանակավորապես։ Հայկական պետականությունը համարում են թյուրիմացություն։ Եվ այն ինչ որ անում են, իրենց այդ տրամաբանության, այդ նպատակի մեջ է, որ ժամանակավորապես կորսվել է, հիմա չենք թողի ծաղիկ ծախեն, ջերմուկը կարգել ենք, լոլիկը, դրանք պատերազմի ձևեր են։ Տնտեսական պատերազմ է։ Բայց նայեք Միացյալ Նահանգները սրան պատասխանում է պետքարտուղարի այցով։ Հələ մի հատ մասշտաբները նայեք։ Դա հավասարակշռում է կամ Դե ես կարծում եմ, որ այս այցը 2014-ից ի վեր, հա, վերջին պետքարտուղարը եղել է Հիլարի Քլինտոնը, ում հետ ես վերջերս շատ հետաքրքիր զրույց եմ ունեցել, ով ինձ ասում էր եւ խորհուրդ էր տալիս օր առաջ մտածել Հայաստանի սահմաններից ռուսների դուրս բերման մասին։ Դա է Հայաստանի անկախության գրավականը։ Հայաստանի տարածքում ոչ մի երկրի ռազմաբազա չպիտի լինի, ամերիկյան, եվրոպական, ռուսական, ոչ մի երկրի Հայաստանը պիտի ի վիճակի լինի այնպիսի դիվանագիտություն վարել, այնպիսի տնտեսական կարողություններ կուտակել, այնպիսի դաշնակիցների շրջանակ իր շուրջ համախմբել, որ ինքը կարողանա երկկողմ եւ բազմակողմ ձևաչափով իր անվտանգության համար իսկ այսօր մենք պատրաստ ենք նման զարգացումների ռուսական եւ տնտեսական քայլերի պատրաստ լինել, որովհետեւ չունենալ այլ ընտրանքներ պատիվ չի բերում որևէ պետության։ Պետությունը հենց նրա համար է, որպեսզի այլ ընտրանքներ կարողանա ստեղծել, որպեսզի որևէ մեկը ի վիճակի չլինի մեր պետությանը փակուղում Այսինքն ասում են հիմա գազը կթանկացնենք եւ ինչ ենք անում մենք։ Մենք ես կարծում եմ, որ մենք հայելային ինչ որ գործողություններ պիտի ձեռնարկենք։ Միաժամանակ նախ պիտի եվրոպացիների հետ քննարկենք ինչ ենք անելու։ Եվրոպացիների հետ այդպիսի քննարկում եղել է անցյալ տարի, ես այստեղ խոստովանել եմ, պատմել եմ դրա մասին, գնացել եմ կառավարություն, երբ որ մենք օրենք ենք ընդունել, քննարկել եմ փոխվարչապետ Մայր Գրիգորյանի հետ, այն ժամանակ որոշ դետալներ հիմա էլ բացահայտեմ, եվրոպացիները պատկերացնում էին, որ օրենքի ընդունումից հետո, մեր նախաձեռնած օրենքի ընդունումից հետո կլինեն այդպիսի միտումներ, որ գազը կթանկացնեն։ Մոտավորապես 2 միլիարդ եվրոյի արժեք էր այն ժամանակ գնահատվել այդ կոմպենսացիան։ Եվրոպացիները ասել էին, խնդիր չեք ունենա, մենք դա կանենք։ Պետք է այս խոսակցությունը նորոգել։ Գուցե արդեն այդ ուղղությամբ աշխատանք կա արվող։ Ես կարծում եմ, որ արտոնյալ մաքսային պայմաններ պետք է արագ ապահովել, ստանալ Եվրոպական միության կողմից կոնկրետ այն ապրանքատեսակների համար, որոնք այս պահին սահմանափակման տակ են ընկնում Ռուսաստանում։ Այդպիսի նախադեպ կա։ Վրաստանը, Մոլդովան օգտվել են դրանից։ Եվ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ շատ հանգիստ կարող են մեր առաջիկայում հիմա ծիրան ենք ունենալու, կարծում եմ այս մթերքները մենք արագ պիտի այս հարցերը լուծենք։ Բայց դրան շատ կարևոր ուրիշ քաղաքական նաև հարցեր կան։ Ոչ թե արաղի վաճառքը ռուսական պիտի արգելենք, այլ պիտի քննարկենք ընդհանրապես ռուսական հեռուստաալիքները վերջապես հանրային մուլտիպլեքսից պետք է կտրել, որտեղ դուք հիմա խոսում եք ինչ որ ռուսական հոխորտանքների մասին պետական պաշտոնյաների կողմից, բայց ամբողջ օրը պետական հեռուստաալիքներով ռուսական, ու անկախ նրանից դա հեռարձակվում է Հայաստանի տարածքում թե ոչ,
ամենավերջին վիրավորանքն է հասցվում հայ ժողովրդին։ Լուտանք։ Լավ, մենք սրան պիտի համարժեք արձագանք տանք։ Ասում եմ, անջատեք, մեռանք դրա համար ցույցեր ու ակցիաներ անելով։ Չի կարելի է արժանապատվությունը թույլ տալ եւ այդ ստահակներին թույլ տալ, որ Հայաստանի տարածքում հայ հարկատուների հաշվին գործող հանրային այդ տարածքում, եթերային տարածքում դրանք շարունակեն 3 հերոստալիկ պետության, որը հայկական պետականության չեղարկման օրակարգ առաջ մղում եւ որոնց գործակիցներն են այս գործակալները, այո, այստեղ բացահայտված այս անհատները Ծառուկյան, կազմակերպությունները, Քոչարյան, Թաթոյան եւ մյուսներ։ Կարծում եմ համարժեք քննարկում պիտի սկսի նաեւ հապկից դուրս գալու, ՀԱՏՄ-ից դուրս գալու։ Մեզ արդեն զգուշացնում են, որ ամսի 29-ին քննարկելու են Հայաստանի կարգավիճակը։ Մենք պիտի նախաձեռնենք։ Մենք օրենք ենք ընդունել իդեպ եւ օրենքի ընդունման օրը պրոֆիլային հանձնաժողովի նախագահարման Եղոյանը ասում էր սրանից հետո տրամաբանական կլինի, որպեսզի Հայաստանը սկսի DCFTA-ի շուրջ, այսինքն ասոցիացման պայմանագրի շուրջ քննարկումները։ Դա նշանակում է, որ զուգահեռաբար Հայաստանը պիտի ՀԱՏՄ-ից դուրս գալու եւ Եվրոպական միությանը կամ Եվրոպական մաքսային տարածքին միանալու շուրջ բանակցություններ։ Դրա համար ոչ մի հանրաքվե պետք չի։ Պուտինը ինչ որ հանրաքվեի մասին էր խոսում եւ այլն, այնպես ինչպես որ 2013 թվականին անհրաժեշտ եղավ հանրաքվե, որ մեզ տարակ խցկեցիք Եվրասիական միություն, այն ժամանակ մաքսային տարածք, այդպես էլ ոչ մի դուրս գալու համար մեզ հանրաքվե պետք չի, դրա համար պետք է նայել կարգը, հա, Հայաստանի կառավարությունը իրազեկում է, որ 12 ամսվա ընթացքում մենք դուրս ենք գալու ՀԱՏՄ-ից։ Քիչ առաջ դուք խոսեցիք մաքսային որոշակի կարգավորումների մասին Եվրամիության հետ, ես կարծում եմ, այստեղ ոչ միայն մաքսային կարգավորումների հարցը, այլև կոմունիկացիաների եւ այս համատեքստում ինչ նշանակություն ունի, դա սիմվոլիկ նշանակություն է, թե իսկապես գործնական նշանակություն ունի։ Ձեր տաղավարում խոսել եմ, եթե հիշում եք, որ անկախ նրանից մենք եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք Թուրքիայի հետ, մեզ տրանզիտ է պետք։ Եվ հաջորդ քայլով մենք ուղիղ տրանզիտ կունենանք Հայաստանի տարածքով մենք կունենանք ավտոճանապարհային մեր բեռնատարների համար տրանզիտ դեպի արաբական աշխարհ, մենք Եգիպտոսում ահռելի ներուժ ունենք առևտրային, մենք Իրաքում ահռելի ներուժ ունենք, այնտեղ հասնելու դժվարություն։ Երկաթուղու մասին էի հարցնում ախալքալակ։ Դա կունենանք, դրան էլ ենք հասնելու, իհարկե այդ հնարավորությունը կարծում եմ, որ դա պատասխան է ռուսական այս պատժամիջոցների, այս սահմանափակումների, որ Հայաստանը գոնե նվազագույն հասանելիություն ստանա եվրոպական շուկա դուրս գալու։ Եվ այդ իմաստով հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը վերջապես ռազմավարական որոշում կկայացնի, կսկսի հանդիպել առանձին այն տնտեսվարողների հետ, ովքեր ստանդարտների հետ խնդիր ունեն։ Մենք հիմա նաև բիզնեսմենների հետ քննարկումներ ենք ունենում, անցած օրը հանդիպում էինք Արմավիրից մի խաղողագործի, ով հենց սպասում էր, որպես Մովսես, այո, ում հետ մենք հենց այդ քննարկումը ունեցանք, որ մարդիկ սպասում են, երբ է կառավարությունը այդ որոշումը կայացնելու, երբ է աջակցելու, որպեսզի իրենց արտադրանքը համապատասխանի եվրոպական չափանիշներին եւ այս լարսի, ռուսական այս սպառնալիքների այս կախվածություն չունենա։ Հիմա մի այսպիսի բան տեսեք ունենք մի իրավիճակ, երբ որ Ռուսաստանի կողմից հնչում են կոշտ հայտարարություններ, ձեռնարկվում են կոնկրետ քայլեր տնտեսական սահմանափակումների, հայկական ապրանքների եւ Լարսի անցակետում եւ Ռուսաստանի տարածքում, այստեղ պայմանական ասած ռուսամետ ուժերն ասում են, որ եթե մենք կանք իշխանության, Ռուսաստանի հետ որևէ խնդիր չի լինի։ Այս ամենի մնացորդը 4 հանրային գիտակցության եւ ըմբռնումների մեջ որն է։ Դե նախ նրանք ռուսամետ ուժեր չեն, նրանք Պուտինի սեփականությունն են, Պուտինն է, հա, հավաքական, ով հեղինակել է նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը Թուրքիայի հետ համաձայնեցմամբ հայկական պետականությունը կազմաքանդելու վերաբերյալ։ Դա այն ուժերն են, ովքեր Հայաստան բերել են հոկտեմբեր 27, ովքեր բերել են քաղաքական սպանությունների մի շարք, մարտի 1 են բերել եւ հիմա էլ սպառնում են հենց նույն ուրեմն իրադարձությունների կրկնությունը ընտրություններից հետո մեր նպատակն է թույլ չտալ, որ այդպիսի իրադարձությունների նախ ընդհանրապես հնարավորություն լինի եւ եթե կլինի այդպիսի հնարավորություն, մենք լինենք մեր պետության պաշտպանության գործին կանգնած, լեգիտիմ կերպով կանգնած, այսինքն մենք ուզում ենք խորհրդարանում տեղ ունենալ, որպեսզի թույլ չտանք մեր պետությանը կրակել, եթե անհրաժեշտ է գնալ այդ կրակը մեր վրա ընդունել, բուֆեր դառնալ
պետության եւ այս ոհմակի, այս բորենիների, այս ենիչերների առաջ եւ թույլ տալ, որ մեր եւ ցույց տալ, որ մեր պետությունը անհրաժեշտ եւ իմունային համակարգ ունի եւ դիմադրողունակություն ունի եւ պատրաստ է այդ կրակը ընդունել։ Շատ լավ, մեկ հարցել եւ ավարտենք։ Որքանով հավանական եք համարում դատելով այս նախընթաց եւ հիմա ներկայումս կատարվող իրադարձություններից, ինչի մասին մենք խոսեցինք, որքանով հավանական եք համարում հետընտրական զարգացումները, խժդժությունները, ցնցումները, ես օգտագործեմ հենց գաղտնալսումներից մտապահած բառը, հա, պերևարոտների տրամաբանության մեջ։ Եվ արդյոք Հայաստանը այսօր իր ներքին դիմադրողականությամբ եւ արտաքին աջակցությամբ, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցելությամբ անվտանգության բարձիկ է նման պերևարոտային տրամաբանության համար։ Սա էլ ու ավարտենք։ Եվ եթե մեծ փորձ ունեք դուք մեր նորանկախ պատմության բոլոր հետընտրական այսպես զարգացումներին հետևել եք, գիտեք, գուցե Մենք մի անգամ դա արել ենք 1990 թվականին Հայաստանը մենք հռչակել ենք անկախ ունենալով արևմուտքը որպես դաշնակից, ունենալով Փարիզյան խարտիան, որտեղ սովետական միությունը ենթարկվել էր կապիտուլյացիայի եւ 14 հանրապետությունները ստացել էին արևմուտքի աջակցությամբ անկախություն։ Հիմա դա կրկնվում է, ուղղակի մենք դեռ ողջ ենք։ Հայաստանը անկախացրածներ, ես ողջ ենք, մենք ձևը գիտենք, քաղաքական կամք է պետք ընդամենը, ուրիշ ոչ մի բան, ամեն ինչ կա, դաշնակիցներ ունենք, ժողովուրդը, տեսեք հանրաքվեն եւ ստորագրահավաքը, մենք պատրաստ ենք, ով չի հավատում եռաբլուրը կա, մեր բանակը կա, ոստիկանությունը, դատախազությունը, ինստիտուտները պետական գոյություն ունեն, մենք եթե որոշենք որ պաշտպանում ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր արժանապատվությունը, մենք դա կարող ենք անել։ Դուք էլ ավելացնելու բան ունեք։ Ես կարծում եմ ավելացնելու բան չկա, ոչինչ չենք խնայելու, մենք այլ կյանք չենք պատկերացնում, քան մեր երկրի ծառայության, մեր երկրին ծառայելն է, մեր ազատությանը, մեր անկախությանը, մեր ինքնիշխանությանը, միայն դրանց ելույթները նայեք։ Երբեք չեք լսի ազատություն, անկախություն, ինքնիշխանություն, սրանք մեր հակառակորդներն են։ Նրանք ոչ միայն մեր քաղաքական կյանքում տեղ չունեն, նրանք մեր երկրում տեղ չպետք ունենան։ Բանտում կա տեղ։ Այո, եւ կարծում եմ, որ բանտը նրանց սպասում է, եւ մենք այդ իմաստով հանձնառու ենք եւ պատասխանատվություն ենք վերցնում իշխանությանը, գործող իշխանությանը, ամեն օր հաշվետվություն տալ, թե այս գործակալներին, շպիոններին երբենք դուրս դնում մեր քաղաքական միջավայրից եւ մեր իրականությունից, ոչ թե նրանց տանում ենք, նստացնում ենք ազգային ժողով եւ ամեն օր հիշեցնում, որ իրենք շպիոններ են։ Արման 18 թիվը։ Ասեք 18 թիվը։ Ասեք 18 թիվը։ Ընտրեք, մեզ ընտրեք, մենք վստահելի ենք, կպայքարենք մեր երկրի եւ ձեր շահերի համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ հաջողություն, մենք հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօրվա մեր հաջողությունը նաև ձեր հաջողությունն է։ Մեր երկրի հաջողությունն է։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօրվա քննարկումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի արժեվ ծառացած մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ են ոչ թե էմոցիոնալ որոշումներ, այլ սառը տատողություն, քաղաքական կամք եւ բացառիկ սթափություն։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի, ինչպես մեր զրույցի սկզբում նշեցի, մարդկանց հետ, ովքեր ստանձնել են պետականամետ օրակարգը սպասարկելու եւ առաջ մղելու գաղափարը, ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ նույն կուսակցության ցուցակով պատգամավորի տեխնացու Ազատ Արշակյանի հետ, շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։